Հարգելի գործընկերներ, ձեզ եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը քաղաքաշինության կոմիտեի հատկացումների մասով։ 2024 թվականին քաղաքաշինության կոմիտեին հատկացված բյուջետային միջոցների հատկացմամբ 1 ծրագրի և 9 միջոցառումների շրջանակներում փաստացի ծախսվել է 16.9 միլիարդ դրամ։ 2024 թվականի բյուջետային հատկացումների շրջանակներում քաղաքաշինության կոմիտեի մասով որպես բյուջետային գլխավոր կարգադրիչ, որտեղ քաղաքաշինության կոմիտեն նաև իրականացնում է ծրագրեր որպես բյուջետային ստորադաս կարգադրիչ, ֆինանսավորվել է ընդհանուր 5.1 միլիարդ դրամ հետևյալ հիմնական ծրագրային ուղղություններով. Առաջինը նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման և տեղայնացման ծախսեր, հատկացվել է 273.1 միլիոն դրամ, կատարվել է 81.4%-ով, թերիրացումը պայմանավորված է մի կողմից գնման գործընթացի արդյունքում առաջացած 34.3 միլիոն դրամի չափով տնտեսմամբ, մյուս կողմից թվով 3 նորմերի մշակման համար բյուջետավորված 16.7 միլիոն դրամը 25 թվին նախատեսելու հետ։ Նախատեսված բյուջետային ծրագրում ընդգրկված է թվով 26 փաստաթղթի մշակում։ Ուզում եմ արձանագրել, որ յուրաքանչյուր տարի քաղաքաշինության կոմիտեն իրականացնում է ոլորտային 20-ից 25 նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակում, իսկ 25 թվից արդեն պլանավորել ենք և ֆինանսավորումը հատկացվել է, իրականացնելու ենք յուրաքանչյուր տարի 5-ից 10 եվրոպական նորմերի մոտարկում տեղայնացում, բացի նախատեսված 20-26 ազգային նորմերի մշակումը։ Հաջորդ ուղղությունը շենքերի և շինությունների մատչելիության և անձնագրավորման ծախսերն են, հատկացված 75 միլիոն դրամ, որը կատարվել է 49.8 միլիոն դրամի չափով, նախատեսված բյուջետային հատկացումների շրջանակներում հատկացվել և անձնագրավորվել են թվով 25 օբյեկտներ, շենքեր և շինություններ, որոնք են Երևանի 12 վարչական շրջանների, մարզպետարանների 10 և քաղաքապետարանի 3 վարչական շենքեր։ Պիլոտային ծրագիրը մեկնարկել է 23 թվականի տարեսկզբից նախագծային հատուկ լուծումներով համալրման ենթակա մի շարք կարևորագույն նշանակության օբյեկտների 28 շենք-շինությունների մասով։ Հաջորդ ուղղությունը միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման համար հատկացված 298.5 միլիոն դրամն է, որը իրացվել է ամբողջությամբ, և այստեղ ուզում եմ արձանագրել ուրախությամբ և գոհունակությամբ, որ արդեն Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքները և բնակավայրերը միկրոռեգիոնալ տարածական պլանավորման փաստաթղթի շրջանակներում ունեն իրենց գլխավոր հատակագծերը, ըստ էության փաստաթղթերը բոլորը մշակված են, հաստատված են, բացառությամբ 2 համայնքի, որոնք հաստատման փուլում են գտնվում, և հույս ունեմ, որ 1-2 ամսվա ընթացքում այս 2 ներողություն բնակավայրերը ևս կհաստատվեն։ Հաջորդ ուղղությունը շինարարական ծրագրային ծախսերի համար հատկացված 1.9 միլիարդ դրամն է, որի դիմաց կատարվել է 921 միլիոն դրամի մասով 48%-ի չափով։ Ծրագրում հիմնականում ներառվել են Սյունիքի մարզի Գորիս համայնքի շուրնող բնակավայրում բնակելի թաղամասի կառուցապատման աշխատանքներ, որոնք ավարտվել են ամբողջությամբ և ունեցել ենք 14.7 միլիոն դրամի տնտեսում։ Հաջորդը Ստեփանավան համայնքի Աշոտաբերդ թաղամասի կառուցապատման աշխատանքները, նախատեսված է եղել 1.6 միլիարդ դրամ, կատարվել է 609 միլիոն դրամ, թերիրացումը պայմանավորված է եղել գնման գործընթացի արդյունքում աշխատանքները ուշ օգոստոս ամսին մեկնարկելու հետ, այսինքն պայմանագիրը շինարարի հետ կնքվել է օգոստոս ամսին և զուտ ժամանակային առումով է պայմանավորված այդ ծախսերի մասնակի կատարումը։ Մյուսը Սյունիքի մարզի Կապան համայնքի սահմանամերձ ներքին հանդի բնակավայրի անհատական
22 տների ընդհանուր 6861.5 քառակուսի մետր մակերեսով տանիքների վերանորոգումն է, որի համար ծախսվել է 202.2 միլիոն դրամ եւ ամբողջությամբ իրականացվել է եւ հաջորդ ուղղությունը կոմիտեի պահպանման ծախսերը հատկացված է 1.1 միլիարդ դրամ, որի դիմաց կատարվել է 99.1%-ով, թերացումը հիմնականում պայմանավորված է գնման գործընթացի արդյունքում առաջացած տնտեսումներով։ Մի քանի առանցքային գործունեության վրա կուզեմ շեշտադրում անեմ, որ իրականացվել է 24 թվին եւ շարունակաբար իրականացվելու է։ Ուզում եմ տեղեկացնեմ հարգելի գործընկերներ, որ 2024 թվին Հայաստանի Հանրապետության 4 մարզերում տեղայնացվել է, ներդրվել է կառուցապատման թույլտվությունների առցանց տրամադրման հարթակը, էլեկտրոնային հարթակը, իսկ 2025 թվի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում այլևս ուրեմն կառուցապատման թույլտվությունները տրվում են առցանց եղանակով, ինչ նկատի ունեմ ճարտարապետահատակագծային առաջադրանքից, շինարարական թույլտվությունից, ավարտական ակտից, շահագործման ակտից եւ մատակարար կազմակերպությունների կողմից տրվող տեխնիկական պայմանները նույնպես ներառվել են այս համակարգի մեջ եւ այսուհետ այս բոլոր գործողությունները իրականացվում է էլեկտրոնային հարթակի միջոցով, որը հնարավորություն է տալիս քաղաքացիներին տեսնել իրենց դիմումի հետագիծը, որը հստակ հնարավորություն է տալիս ապահովել թափանցիկությունը, հետագծելիությունը, որը հնարավորություն է տալիս նաև արձանագրել այս կամ այն ուշացումները, որոնք կարող են լինել քաղաքացիների դիմումների հետ կապված։ Արդեն մենք ունենք 6 ամսյա վիճակագրություն, այս համակարգից շուրջ 21000 քաղաքացի արդեն օգտվել է իրենց դիմումները ներկայացնելու եւ պատասխանները ստանալու համար, վերլուծություն ենք իրականացնում, քանի դիմումներ է ներկայացվել, քանիսն է մերժվել, քանիսն է դրական ընթացք ստացվել, ինչ ժամանակագրությամբ են իրականացվել եւ հաջորդ ուղղությունը, ինչի մասին կուզեմ խոսեմ, քաղաքաշինության կոմիտեն, որ ներգրավված է եղել եւ իրականացրել է 2024 թվականին, դա Լոռու եւ Տավուշի մարզերում մայիսի 25-ից 26-ը տեղացած հորտառատ անձրևներով պայմանավորված աղետների վերացման աղետի գոտու աղետների հետևանքների վերացման աշխատանքներին է ներգրավված եղել եւ հիմնականում քաղաքաշինության կոմիտեի մասնագիտական ուժերով իրականացվել է 280 բնակելի տների շենք-շինությունների անձնագրավորում, տեխնիկական վիճակի հետազննում եւ գնահատում, թե աղետը ինչ հետևանքներ է ունեցել այդ շենք-շինությունների վրա։ Թերևս ժամանակը խնայելու նկատառումներից ելնելով այսքանը, եթե հարցեր կլինեն, սիրով կպատասխանեմ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, խնդրեմ պարոն Ծիրունյան։ Շնորհակալություն, պարոն Վարդանյան։ Մի հարց, որ մի քանի տեղից քաղաքացիներից եմ լսում, հարցը սենց ընդհանրական ձևակերպեմ, արդյոք Հայաստանի Հանրապետությունում կամ ինչին է վերաբերվում այն պնդումը քաղաքացիների, որ որոշակի քառակուսի մետր սեփականություն ունեցող քաղաքացիները, ինձ ասում են 400 մետրի մասին է խոսքը, դրանից պակաս հողակտոր ունեցողները այլևս իրավունք չունեն շինարարություն անեն տենց հողի վրա, 400 մետր եւ պակաս։ Տենց ինչ որ զրույցներ է պատտվում, ինձ շատ հարցնում են, ասում են դա ես ճիշտ ասած ուղեղով չեմ պատկերացնում ոնց կարա տենց արգելափակում լինի, ուզում եմ ձեզ հարցնեմ, պատասխանեք, շնորհակալություն։ Շնորհակալություն, կարևոր հարց եք բարձրացրել, իրականում քաղաքացիների հետ մի քանի հանդիպումներ եմ ունեցել ձեր բարձրացրած հարցով, ընդունել եմ քաղաքացիներին, հիմնականում երկու հարց էին բարձրացնում, մեր գործող նորմերով, այսպես կոչված տնամերձ, այդպես ասեմ, տնամերձ հողամասի վրա չէր կարելի 20%-ից ավել կառուցապատում իրականացնել, երբ որ քաղաքացիները բարձրացրեցին այդ հարցը, դա տարիներ առաջ ընդունված նորմ էր եւ գործում էր, ինչի հիմա առաջ եկավ այդ խնդիրը, քանի որ էլեկտրոնային շինթույլտվությունների համակարգը ըստ էության բոլոր հետագծելիությունը եւ
հա, այդ պատճառով առաջ եկավ այդ հարցը քաղաքացիների մոտ եւ համայնքներում եւ քաղաքացիների արդարացի բարձրացրած հարցին մենք լուծում տվեցինք եւ փոխեցինք, սարքեցինք 40%, այսինքն քաղաքացիները կարող են մինչեւ 40% կառուցապատում իրականացնել իրենց տնամերձ հողամասերի վրա։ Ճիշտ եք ասում, այո, 400 քառակուսի մետրից պակաս հողատարածքի վրա այսօրվա մեր գործող նորմերով չի կարելի բնակելի կառուցապատում իրականացնել, բայց ուզում եմ ասեմ, որ նախորդ տարի դեռևս դա 800 քառակուսի մետր էր գործող նորմերով, որը տարիներ առաջ էր ընդունվել, մենք փոխեցինք այդ նորմերը եւ իջացրեցինք 800-ը, այսինքն 800-ից ցածրի վրա չէր կարելի։ Հիմա մենք իջացրել ենք 400 քառակուսի մետր հողատարածքն ենք նվազագույն շեմը սահմանել, որպեսզի շատ տեխնիկական դետալների մեջ չմտնեմ, եթե մենք այս չափը ավելի իջացնենք, կունենանք տարիներ հետո եւս մեկ կոնդ, կունենանք տարիներ հետո եւս մեկ մարաշ կամ նմանատիպ թաղամասեր, որոնք կառուցապատման քաղաքաշինությունը իր օրենքներն ու կանոնները ունի։ Այսինքն չի կարող օգտակար հողի մակերեսը ավելի փոքր լինել, քան դրան հատկացվող ճանապարհների մակերեսը, կամ այնքան խիտ կառուցապատում իրականացնենք, որ օրինակ շտապօգնության մեքենաները չկարողանան վաղը կամ հրդեհաշիժման աշխատանքներ չկարողանան համապատասխան ծառայությունները իրականացնել, դա ընդունված կարգ է եւ ես կարծում եմ, որ 400 քառակուսի մետրը այն նվազագույնն է, որից ներքև չպետք է իրականացնեն շինարարություն եւ բոլոր համայնքները ըստ էության համայնքներ կան, որ իրենք են սահմանում, կա որ 500 քառակուսի մետր են սահմանել, համայնքներ կան, որ 600 քառակուսի մետր են սահմանել, քաղաքաշինության կոմիտեն որպես նորմ սահմանել է նվազագույնը 400 քառակուսի մետրը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Վարդանյան։ Ես ենթադրում եմ, սա վերաբերվում է քաղաքային բնակավայրերի մասին, այսինքն գյուղում նույն կարգավիճակն է տիրում, գյուղում 400 մետր։ Չնայած ես 400 մետր քառակուսի սեփականության իրավունքով եւ նաեւ մի հարց էլ տամ, հասարակական շինություն կարող են թույլատվություն ստանալ 400 մետրից պակաս, որովհետեւ Երևանում եւ քաղաքներում շատ են նման փոքր մասշտաբի հողակտոր ունեցողները, դե գյուղային տարածքներում մի տեսակ, չգիտեմ, այնտեղ 400 կարող լինի, չլինի, բայց շատ երևի այս հարցը էլի կբարձրացվի, սա առաջ անգամ հնչում կամ արդեն սկսում է ձայն բարձրացնել, պետք է լուծում տալ։ Շնորհակալ։ Շնորհակալություն, իսկապես այդ հարցը շատ է բարձրացվել եւ արդեն ասացի, որ 800 քառակուսի մետր էր նախկին սահմանափակումը, հիմա իջացրել ենք 400 քառակուսի մետր։ Մեզ էլ են դիմել քաղաքացիները, հիմա մենք վերլուծություն ենք իրականացնում։ Իմ առաջին նախնական արձագանքը նա է, որ դրանից փոքր չպետք է թույլ տալ քաղաքաշինական կանոններին հետագայում տարիներ հետո, այսօր դա մենք չենք տեսնի, բայց մի 10-20 տարի հետո դա շատ վատ կանդրադառնա միջավայրի վրա։ Բայց մենք վերլուծություն ենք իրականացնում եւ տեսնենք, քանի այդպիսի գույք կա, կադաստրի կոմիտեի գործընկերներից խնդրել ենք Հայաստանի Հանրապետությունում այս պահին արկա գրանցված 400 քառակուսի մետր քանի գույք ունենք, դրանից փոքր քանի գույք ունենք եւ այդ վերլուծության հիման վրա կփորձենք անհատական մոտեցում, ինչ նկատի ունեմ, կարողա տեղադիրքից աշխարհագրությունից կախված ոչ թե անհատական մեկ անձին, այլ բնակավայրով դիտարկել այդ հարցը, ճանապարհային ենթակառուցվածքներով դիտարկել հարցը, բայց իմ առաջին մոտեցումը նա է, որ մենք 400 քառակուսի մետրից ավելի փոքր չպետքա թույլ տանք։ Որտեղ այդ 20%-ի պահն մի հատ էլ բան կանեք, կբացատրեք, այսինքն եթե թույլատրվում էր նախկինում 20%-ը կառուցապատել, հիմա 40%, այսինքն այն ազատ կանաչապատ տարածքը կարող է ավելի քիչ լինել։ Այո, քաղաքացիները դիմել էին մեզ մեր գործող նորմերով, թույլատրվում էր առավելագույնը 20 քառակուսի մետր բնակելի եւ 20 քառակուսի մետր օժանդակ կառույց, դա կարող է լինել, չգիտեմ, օրինակ անասնագոմ, թոնրատուն, չգիտեմ, տարբեր զրուցարաններ կամ բաներ,
եւ բազմաթիվ քաղաքացիներից դիմում ստացանք, խնդրեցին, ասցին դուք ընդհանուր 40%-ը սահմանեք, յուրաքանչյուր քաղաքացի ինքը որոշի, թե դրանից քանի քառակուսի մետրը կօգտագործի բնակելի, քանի քառակուսի մետրը օժանդակ կառույցի համար եւ վերլուծեցինք, տեսանք, որ ճիշտ առաջարկ կա եւ այդ նորմը արդեն իսկ գործում է, ընդունվել է եւ գործում է։ Այսինքն, եթե պարոն Ծիրունյանի հարցը ու ձեր պատասխանը ամփոփենք, կստացվի, որ վատթարացնող որևէ դրույթ չի ընդունվել, հակառակը շուտվանից եղել է ավելի խիստ պայմաններ, պարզապես քանի որ այդ համակարգերը ամբողջությամբ չեն աշխատել եւ ինֆորմացիայի փոխանակումը լիարժեք չի եղել, հենց սկսել են այդ համակարգերը աշխատել, խնդիր իր հայտ է եկել։ Այդ խնդրի ի հայտ գալու հետևանքով նախ մի կողմից այդ 800 մետրի պահանջը եկել է 400 մետրա դարձել, մյուս կողմից 20% կառուցապատման իրավունքը դարձել է 40%, այսինքն դա կարելի ասել կիսով չափ խնդիրը լուծել է, մնացածն էլ դուք ասում եք, որ արդեն ըստ ուսումնասիրության արդյունքների, եթե հարկ լինի, թիրախային լուծումներով հանդես կգաք։ Այո, ճիշտ եք ասում, պարոն Թունյան։